Պարոն Թորոսյան, Արցախահայերը պնդում են, որ իրենց վերադարձը բանակցությունների օրակարգ դարձնելը շատ կարևոր է եւ արդյոք դա չի օգտագործի Ադրբեջանը եւ ռիսկային չի արդյոք դա բարձրաձայնելը։ Նախ միանշանակ կօգտագործի եւ կօգտագործի մի քանի առիթով, առիթ 1, որ կասի փաստորեն դուք տարածքային նկրտումներ ունեք իմ նկատմամբ եւ որը մենք չունենք։ Եվ երկրորդը, որ կասի դե ուրեմն ես էլ 300,000, թե չգիտեմ քանի 100,000 ադրբեջանցի եմ ուզում վերադարձնեմ իրենց բնակավայրեր։ Ես կարծում եմ, որ մեր քույրերն ու եղբայրները պետքա սա լավ գիտակցեն եւ իրենց ապագան կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Ինչքան էլ որ ցավալի է, որ նրանք կորցրել իրենց հայրենիքը, որը ոչ մեկ չի կարող հերքել, ասել որ դա իրենց հայրենիքը չի, իհարկե եղել է իրենց հայրենիքը, բայց հանգամանքների բերումով եւ հատկապես վերջի հանգամանքների բերումով, երբ որ իրանց կողմից ընտրված, հետո էլ տեղում ինչ որ իշխանափոխություններ իրականացրած քաղաքական առաջնորդները փաստացի ոչ միայն որևէ քայլ չարեցին, որ ապահովեն իրենց ժողովրդի ապրուստը իրենց բնորանում, իրենց հայրենիքում, այլև արեցին հակառակ քայլեր, դրա մասին շատ ենք խոսել, հիմա նորից չեմ ուզում անդրադառնալ, արեցին այնպիսի քայլեր, որ ըստ էության մենք ունեցանք այս ողբերգական վիճակը, հայրենիքի կորուստը։ Հիմա երկու տարբերակ կա, կամ անվերջ փորձել այդ սխալը ուղղել, որը հնարավոր չի լինելու, բայց կարելի է անվերջ փորձել, անվերջ։ Եվ չկենտրոնանալ այսօրվա իրականության, իրական Հայաստանի եւ իրենց իրական առնվազն այս պահին իրենց ամեն ինչ տվող հայրենիքի վրա, Հայաստանի Հանրապետության վրա, կամ փորձել սխալներից դասեր քաղել, նույն սխալները չկրկնել եւ կենտրոնանալ այստեղ իրենց ապրուստը կազմակերպելու վրա, ինչը մեր կառավարությունը ուզում է անի 100%-ով։ Եվ բնակարարշինության ծրագիրը ինչքան էլ ուզում է որ քննադատվի բնակարանագնության, երևի ավելի շուտ։ Եվ մյուս ծրագրերը, որ արվել են եւ հիմա շարունակվում են ավելի թիրախային եւ սոցիալական ուղղվածության, միտված են միայն դրան։ Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները բոլորը անխտիր մնան Հայաստանի Հանրապետությունում, լավ ապրեն Հայաստանի Հանրապետությունում, լավ ապրեն, երեխաները լավ կրթություն ստանան, լավ առողջապահություն ունենան, բոլորը լավ աշխատանք ունենան եւ իրենք զարգանան եւ զարգացնեն Հայաստանի Հանրապետությունը, մեր միակ այսօր միջազգային ճանաչված պետությունը, միակ միջազգային ճանաչված պետությունը, ուրիշը չունենք եւ ցավոք սրտի չենք ունենալու։ Պետք չի այդ սին հույսերով ապրել եւ սնել մեր մյուս քաղաքացիներին։ Եվ արդյոք այս պահանջները չեն վտանգի Հայաստանի անվտանգությունը։ Դրա մասին է խոսում։ Իհարկե կվտանգեն, որովհետեւ եւ սա ես չեմ ասում որպես շանտաժ, որտեղ ասում են շանտաժ է կանոն, բան եւ այլն։ Մենք ուզում ենք խաղաղություն կառուցենք այս տարածաշրջանում։ Մենք չունենք որևէ պահանջ մեր հարևաններից եւ պաշտոնական մակարդակով ենք սա ասում եւ ես անձամբ որպես ՀՀ քաղաքացի չունեմ որևէ պահանջ ոչ Ադրբեջանից, ոչ Թուրքիայից։ Ու արդեն ասացի թե ինչու։ Հիմա այդ երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրենք։ Ես կարծում եմ, որ շատ ակնհայտ է թե որն է ողջամիտ եւ իրական ճանապարհը եւ որն է իրացիոնալ, էմոցիոնալ եւ ոչ ճիշտ ճանապարհը։ Ըստ ձեզ ինչու եւ ովքեր են օգտագործում Արցախահայերի հարցը եւ իշխանության անելիքը, որը պետք է լինի, որպեսզի այս մարդկանց ձերծ պահել նման վտանգավոր օրակարգից։ Երկրորդ մասից պատասխան մտորի։ Մեր անելիքը պետք է լինի անկեղծ երկխոսությունը, որը անում ենք մենք։ Ես հիմա էլ շատ անկեղծ եմ խոսում, միգուցե դառը բաներ եմ ասում, բայց շատ անկեղծ եմ ասում ու կարծում եմ, որ դա է իրական առաջնորդությունը եւ ոչ թե քո հետևորդներին կամ քո բնակչությանը ժողովրդին խաբելը, էլի սին հույսերով, կենացային հայրենասիրությամբ եւ այլն, եւ մանրամասն բացատրել, թե մենք ինչպես ենք դա պատկերացնում։ Ինչ է այսօր վարչապետն էր անում ազգային ժողովի ամբիոնից, ես եմ հիմա անում, մենք ենք ամբողջ օրը անում, թեև քննադատվում ենք, բայց դա ոնց որ մեր առաքելությունն է, ոչինչ։ Քննադատվենք, բայց միևնույնն է ճիշտ ճշմարիտ խոսքը պետք է հասցնել մեր բոլոր
քույրերին, եղբայրներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, մեր քաղաքացիներին, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են, ընտրելու իրավունք ունեն, բոլորին, այ միջազգային հանրությանը։ Առաջին մասը ովքեր են օգտագործում, նույն ուժերն են օգտագործում, նույն Հայաստան Դաշինքն է օգտագործում, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանն է օգտագործում, իրան պատիվ ունեմ կամ հանրապետական կուսակցությունը երեգել ինչ որ բաներ էր էլի ասում իր ոճի մեջ եւ սա շատ ակնհայտ է հիմա տարբեր փուլերում, տարբեր աշնուն գարուն սրացումներում տարբեր մարդկանց խմբերի կամ տարբեր խնդիրներ վերցնում են իրենց որպես օրակարգ, սկսում են դրանով, հետո գալիս են հանրապետության հրապարակ պահանջում են վարչապետի հրաժարական։ Ոնց որ հնակ եղավ անցյալ տարի այս ժամանակ մոտավորապես սահմանազատման մասին է խոսքը։ Ես չեմ ուզում, որ մեր հայրենակիցները դառնան խաղալիք նրանց ձեռքում։ Մենք չենք ուզում, որ իրանք որևէ մեկի ձեռքում խաղալիք դառնան։ Այդ թվում մեր, դրա համար եմ ասում մենք։ Հիմա եթե մենք ուզենք մենք օգտագործենք, իրանց հույզերը, էմոցիաները, մենք ասենք այդ ամեն ինչը։ Այո, դուք պետքա վերադառնաք Արցախ, մենք հեսա բոլորով կվերադառնանք Արցախ, չգիտեմ ոնց, չգիտեմ ում կյանքի հաշվին, չգիտեմ ինչպես, բայց դից կասենք, էլ ու կենացներ կխմեինք, բան տենց տարբեր առիթների շուրջ, եկեք խմենք Արցախ վերադառնալու կենացը։ Ու այդպես շարունակ։ Բայց մենք դա չենք անում։ Մենք համարում ենք, որ իրանց հույզերը չի կարելի խաղալ մեր հայրենակիցների, նրանք շատ դառը ճակատագիր են ունեցել, պետք է հակառակը փորձենք թոթափել այդ բեռը իրանց ուսերից, ինտեգրել իրանց մեր հասարակություն, հանրություն, որը շատ դժվար չի դեռ, որտեղ նրանք նույնն են, մենք տարբեր չենք իրարից, ոչնչով ըստ էության, ոչ մշակույթով, ոչ լեզվով, ոչ մի բանով, ոչ տեսքով, հա։ Իրանք փախստակնում չեն ըստ էության։ Ու մենք մեր բոլոր գործընկերներն միջազգային ասում են, այդ ոնց տենց վերաբերվեցիք իրանց, ասում են, որտեղ իրանք մեր քույրն ու եղբայրն են, իրանք, ասենք, Աֆղանստանից կամ Պակիստանից եկած փախստականներ չեն կամ Եթովպիայից, էլի օրինակ։ Իրանք մեր քույր եւ եղբայրն, բա ո՞նց պետք է իրանց վերաբերեն, որ քո քույրն ու եղբայրը գալիս է քո տուն, ո՞նց ես վերաբերվում։ Փողոցում չես վրան խփում, ասում քնին դեղ, ասում ես արի մեր տուն։ Հիմա նույն ձևով մենք ենք իրանց վերաբերել եւ ճիշտ ենք արել։ Այսինքն նույնիսկ միջազգային հանրությունն է զարմացած այդ ջերմ ընդունելությունից, ինչը փորձում են հակառակը ներկայացնել։ Շատ զարմացած են եւ ընդհուպ այնքան են զարմացած, որ նաեւ ասում են, որ նաեւ դրա պատճառով է, որ մեծ օժանդակություն չի եղել միջազգային հանրությունից եւ իրականում չի եղել մեծ օժանդակություն իհարկե եղել է եւ մենք շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, Եվրոպական միությանը, ԱՄՆ-ին, այլ պետությունների անունները հիմա չթվեմ, բայց դա եղել է փոքրիկ մասը այն ամեն ինչի ինչ որ արվել է։ Վերջերս Տիգրան Խաչատրյանն էր հարցազրույց տվել, ասաց 115 միլիարդ դրամ փող ենք ծախսել այդ վճարումների վրա։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան է, համարը 300 միլիոն դոլար է։ Հիշում եք Քրքորյանի ծրագիրը, բանի, Լինսի հիմնադրամի, որ 150 թե 200 միլիոն դոլարը դարել էր ու իրոք հերոսն է ինքը մեր ազգի, չէ, հերոսի կոչում ենք տվել, լավ են կարևոր տվել, բայց ուզում եմ պատկերացրեք, էլի, այսինքն երբ որ դա արվում է դրսից մեր հայրենակցի կողմից, ինչպիսի օվացիաների ծափահարությունների արժանանում եւ պիտի արժանանա, ես ամենավին չեմ նսեմ ասում, բայց երբ որ Հայաստանի Հանրապետության բյուջեն է այդքան փող ծախսում եւ մինչեւ հիմա ծախսում է եւ ծախսելու է, դա կարծես թե ոչ մի բան է։ Դա այդ թվում իրանց վճարած հարկերից է, իրանք են աշխատում հարկեր են վճարում։ Մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների կողմից վճարված այդ 300 միլիոն դոլարն է մինչև այս պահը։ Եվ նաև կուզեմ խոսենք Սերժ Սարգսյանի ելույթի մասին, վստահ եմ տեսել եք, որովհետև գրառում էիք արել։ Մինչև ոչ նայել եմ, սկզբից մինչև ոչ, ճիշտ է 2 անգամ արագությամբ, որ հասցնեմ։ Կրկին անդրադարձել է դուք բերեցիք Նիկոլին թեզի մասին, Մաքսային միությանը միանալու մեկ գիշերում որոշում կայացնելու մասին, իշխանապողության մասին եւ նաև ձեզ պատժելու մասին, ամփոփ կխնդրեմ։ Չէ, ամփոփ չեմ կարա, պետքա առանձին անդրադառնալ, որտեղ ամփոփ ասել եմ, թե ինչի չեմպիոն է Սերժ Սարգսյանը, ով բերեց Նիկոլ Փաշինյանին, հա։ Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխությանը բերեց իշխանության Հայաստանի Հանրապետության քաղաքացին ժողովուրդը։ Եվ իհարկե ինքը չի ուզում ընդունի, որ իր կառավարությունը, իր ղեկավարած 10 տարիները, մինչև այդ կառավարությունը, եղած կառավարությունը եւ 10 տարիները Ռոբերտ Քոչարյանը վերջի ըստ էության 20 տարիները
այնպիսի աղետալի էին հայ ժողովրդի համար, որ հայ ժողովուրդը պարզապես 100,000-ներով, այտենց գյուղ չկար, քաղաք չկար, որ այտենց խաչմերուկ չկար, որ փակված չլներ, որ այնքան զզված էր այդ կառավարությունից, որ դուրս եկավ փողոց եւ ասաց, որ մենք մերժում ենք ձեզ։ Մերժիր Սերժին, հա, մերժիր Սերժին, մերժում ենք ձեզ։ Ինքը ասում է մենք մեր սխալները ընդունում ենք, հանրապետականը կանգնած է եղել անկախության, այդ բար սխալը ընդունի, ասա 20 տարի սխալ են կառավարել, 10 տարի սխալ են կառավարել, այնքան սխալ են կառավարել, որ ամբողջ հայ ժողովուրդը վերականգնել եւ մեզ հեռացրել է իշխանությունից եւ բերել է հեղափոխական իշխանություն, որը հետո ընտրությունների միջոցով ընտրվել է։ Այդ մեկ թե ով բերեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա իր այդ կռիվ են չանում, ով բերեց Նիկոլ Փաշինյանը եւ այդտեղ է ասում, որ այդ գրառմանս մեջ է ասում, որ բանա ուրիշների վրա գցելու չեմպիոն է իր արածները, բայց ոչ միայն մեր վրա, նաեւ իրանից առաջվա իշխանությունների վրա է գցում։ Հիմա չեմ ուզում անդրադառնալ թե ինչ շատ են խոսացել դրա մասին, թե այդ ոնց եղավ, որ ժողովուրդը բոլորս ենք տեսել, թե զզված իրանց նա ասում էր դա իշխանազարդում։ Գիտեք, ես կարծում եմ, որ որևէ օրենք չի խախտվել այդ process-ում, դա ժողովրդի ոչ բռնի գործողություններ անելու իրավունքն է, որը մեր օրենքներով էլ է սահմանված եւ ընդհանրապես ամեն ինչով սահմանված է եւ իրենք են ընտրել Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում այս շենքում վարչապետ, հետո էլ մենք ընտրություններով հաղթել ենք 2 անգամ։ Մյուս հարցը մեկ գիշերում, հա, մեկ գիշերում, ախր ինչքան փարիսեցի կարող ես լինել, ասում ոնց է, մենք իրան թվում է թե 7 տարին կամ 13 թվին ա եղել լավ, 12 տարին այնքան մեծ ժամանակ է, որ մենք մոռացել ենք թե ինչ ա տեղի ունեցել, որ ինքը բանակցում է, ոչ միայն ինքը, Հայաստանի Հանրապետությունը եւ մի քանի երկիր բանակցում են ասոցիացման համաձայնագիր, ասոցիացման, այսինքն Եվրոպական միության հետ ասոցիացվելու Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը ասենք Վրաստանն ու Մոլդովան ստորագրում են այդ պայմանագիրը, Ուկրաինան ու Հայաստանը չեն ստորագրում այդ պայմանագիրը։ Ուկրաինայում դրանից հետո լինում է Մայդան, որտեղ ժողովուրդը ուզում էր, որ այդ ամեն ինչը տեղի ունենա, այդ ոնդեղ էլ է իշխանափոխություն լինում իհարկե նաև ցավոք սրտի զոհերով։ Մեր մոտ մի գիշերում, իրոք մի գիշերում մենք բոլորս տեն զարթում ենք, պարզվում է, որ մենք ոչ թե Եվրոպայի հետ, Եվրոպական միության հետ ասոցիացվում ենք, այլ մտնում ենք Եվրոպական տնտեսական այն ժամանակ Մաքսայի միություններ, դեռ Մաքսայի միություն, որը դառնում է Եվրասիական տնտեսական միություն, ու այսօր ինքը դա ներկայացնում է որպես հաջողված բանաձև երկու բաների հետ տնտեսական միությունների հետ համագործակցել, որ մի հատ էլ ասում է օրինակներ են բերում աշխարհում, չէ՞ մի չէ բան, մեկ է երևի իր շախմատի քայլերն են օրինակներ բերում աշխարհում։ Ու ասենք մենք թվում է թե մենք բան ենք, էլի տենց կարճ հիշողություն ունենք, ինչի մասն է խոսքը։ Հետո դառնում է դա ստիպված, ու մինչև հիմա մեր եվրոպական գործընկերներն ասում են նման ցավալի հիասթափություն մենք շատ քիչ երկրների հետ ենք ապրել, երբ որ այդքան մանրամասն բանակցված փաստաթուղթը պարզապես ստոպ է տրվում ձեր կողմից եւ հետո փորձում ենք ինչ որ տենց դրա բանը գտնել, տենց ընդունելի թեթև տարբերակը, որը կոչվում է ընդայնված եւ այդ սեպան, ընդայնված համագործակցության փաստաթուղթը, հիմա դա ներկայացնում է որպես բան։ Իսկ դա ակնհայտ այդպես է եղել, մի գիշերում է եղել, ես չեմ ուզում շատ իրան մեղադրեմ, որովհետեւ ճնշման արդյունքում է եղել, բայց ինքը փաստացի չի կարողացել դիմանալ այդ ճնշմանը Ռուսաստանի կողմից, շանտաժ ա եղել, որ Լեռնային Ղարաբաղում ենթադրաբար վատ իրավիճակ կստեղծվի, Ադրբեջանը կհարձակվի, իրանք չեն օգնի, թեև իրանք մեկը չօգնեցին, նույնիսկ դրանից հետո հենց իրան չօգնեցին, հենց իրան գցեցին, այսպես ասած, Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ իրան ստիպեցին, որ մտնի ԵԱՏՄ, բայց գցեցին մեկը, հիմա վերակացել ինչ որ ճամարտակումներ անում։ Եվ ամեն պարբերության վերջում ինքը խոսում է ձեզ պատժելու մասին, նաև բանակցային գործընթացը բանակցողին փոխելու մասին, այսինքն ամեն ինչում խոսում է եւ վերջում ձեզ բանակցողին փոխում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը որոշի, որ կառավարությունը եւ վարչապետը այլ մարդ լինելու ընտրությունների միջոցով կամ այլ օրինական միջոցներով դա տեղի կունենա, դա Սերժ Սարգսյանը չի որոշում։ Ինչ վերաբերում է պատժելուն, ինչ որ մեկին կամ ինչ որ մարդկանց, գիտեք, եթե ինչ որ մեկ օրենք է խախտել, հա պետքա պատժվի, բայց եթե օրենք չի խախտել, այսինքն ինչ պատժի մասն է խոսքը։ Ինչու՞մ է պատժելու։
պատժելու է, որ հաստատությունը զարգացնում ենք հնարավորինս, որ բյուջե ենք այսքան հավաքում, այսքան գործ ենք անում։ Ես կարծում եմ, որ նախ պատժողը ինքը չի, այլ դատաիրավական համակարգն է հաստատությունը եւ ինքը երբեք այլևս իշխանություն չի լինելու, որ ինչ որ մեկին պատժի։ Իսկ իր պատիժը ես կարծում եմ պատմությունն է տվել եւ տալու։ Եվ կխնդրեմ անպայման խոսենք, ինքը խոսում է, որ իր ժամանակ մարտունակ է եղել բանակը, ամենևին չթերագնահատելով մեր զինվորների սխրանքները, բայց բոլորս հիշում ենք, թե ինչով էին կերակրում զինվորին եւ երբ ելակի պատմությունը եղավ, ծաղրանքով էին վերաբերվում այդ ելակին։ Այդ կենացային հայրենասիրությունը, այդ եկեք հոտնկայս խմենք հայոց բանակի կենացը, բայց ասենք օրինակ գրպանում ունենալով, չգիտեմ, մի քիչ առաջ զորամասից գողացած բենզինը վաճառելուց հետո հայտնված 20,000 դրամը, այդ է եղել։ Խաշած ծորենը։ Հա, այդ է եղել մեր մարտունակությունը բանակի, ամենևին չթերագնահատելով ոչ զինվորներին, ոչ սպաներին, ոչ գեներալներին, որևէ մեկին։ Եվ այդ է եղել վերաբերմունքը բանակի նկատմամբ, ինչը մենք փորձում ենք փոխել, չեմ ասի որ 100% փոխել են, որտեվ այդպես կարծրացած կարծրատիպեր կան, այդ նաև մշակութային, որ այդպես կարելի է միշտ հոտնկայս խմել, բայց հետո ինչ ասես անել, չհարգել, երբ որ ժամանակը գա ծառայելու չծառայել, երբ որ հարկերը վճարելու ժամանակ գա չվճարել, որտեվ այդ հարկերից պետք է գոյանա նույն ելակը, թնդանոթը, արկը, հագուստը եւ ամեն ինչ, այդ է եղել վերաբերմունքը բանակի եւ ոչ միայն բանակի, այլ ընդհանրապես պետության նկատմամբ, բայց հատկապես բանակի։ Եվ ինչպես նշեցիք, բոլորս ապրել ենք, հա, այդքան երկար ժամանակ չի անցել իր կառավարումից եւ հիշում ենք, թե մենք ծառայել, գիտենք այդ ամեն ինչը ոնց ա եղել, հիմա շատ բաներ կա, այտենց օրինապաշտ քաղաքացի ենք, պետական գաղտնիքներ չենք հրապարակում, բայց չի կարելի, էլի, այսինքն բոլորը ունեցել են ծառայողներ, բոլորը այդ բանակի նկատմամբ վերաբերմունք են ունեցել, այդ թվում իրանց տարբեր երեխաներին բանակից ազատելու, փախցնելու, տարբեր երկրների քաղաքացիներ դարձնելու, այն շարքերում էլ կան, այստեղ էլ կան ազգային ժողովում, որ ծաղորը բանակից են խոսում, բայց իրանց երեխեքը Ամերիկայում ծնվել հատուկ, որ բանակ չգնան։ Դրա մասն էլ կխոսանք, այդ քաղաքարտերը կպահենք հաջորդ դասի համար, այդ է իրավիճակը այսպիսին է։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։